Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու Դավիթ Ղազինյանի նկատմամբ թե մեղադրանք առաջադրելու թե ազատությունից զրկելու միջնորդություններին միջնորդությունները դատախազություններ ներկայացրել Հիշեցման կարգով առաջադրված մեղադրանքները վերաբերվում էին 2004-2009 թվականների դեպքերին դուրս գալուց մտնելուց հարցնում ենք 300 այն ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահում հիմա արդեն բոլոր մեղադրանքներին գումարում են փողերի լվացում ըստ էության հանձնաժողովը արձանագրեց մի բան որ ինքը չգիտի ինքը ինչ անում, որովհետև ես առաջին այսքան երկար տևողության պատճառներից հիմնականը հետևյալն էր նախկին բարույթներից հետո ուղղակի հարցնում ենք ասում ենք լավ կասեք քննարկվող հարցերի շրջանակը, որովհետև բարույթը սկսվեց նրանով, որ հանձնաժողովից ներկայացվեց, որ մենք հիմա իրավական հարցեր չենք քննարկելու, փաստերի հարցեր չենք քննարկելու, որին շատ հստակ ասենք լավ կարող եք պարզաբանել այս բարույթի ժամանակ ինչ եք քննարկում։ Ասես պարզաբանեմ, Սահմանադրական դատարանը ասել է, որ դուք պետք է լսված լինեք, կարողանաք հարցեր տալ, ծանոթված լինեք նյութերը կարդաք, ասի հետ հասկացա, այդ վարույթի ընթացքն է, բայց ինչ են քննարկելու որոշման հիմքում իրավական արգումենտներ, քաղաքական արգումենտներ, գործընթացի հետ, չէ մենք փաստեր չենք քննարկում ու պարզա որ հանձնաժողովը տեղյակ չի ինքը ինչ գործառույթ ունի, ինքը գտնում է, որ ինքը ուղղակի պետք է կարդա, եթե տեղ հայերեն տեքստագրած ինչ-որ բանով բավարարի, ընդ որում արդեն չգիտեմ, որ երրորդ անգամ է հանձնաժողովի քվեարկությունները այս գործին չվերաբերվում են, եթե ուշադիր նայեք, բոլորը միաձայն են։ Երկու ընդդիմադիրների դեպքում էլ նրանց ներկայացուցիչները քաղաքական ենթատեքստ են տեսնում այս միջնորդությունների մեջ։ Ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ եւ բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։ Որևէ մի տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել։ Ինչպես Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշեց, գործը վերաբերում է 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքին, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր։ Որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ որ արդեն եւ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեքի համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը վերաբերվում է մաստեր կլաս թենիսի տարածքի մասին։ Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա, ռեալ է։ Համապատասխանաբար այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, երբ որ մենք դիտարկենք ակնհայտորեն կեղծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, կասեն 12 միլիոն դրամով գնել են 1 միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրման ծրագրի արդյունքում պարտավորություններ է ստանձնել ներդրողը։ Ասեմ, որ համաձայնություն տալուց հետո կարճ ժամանակ անց ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այդ մասին Ազատությանը հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը եւ ենթադրվում է կամ սպասվում է, որ իրավապահները նաեւ դատարան կդիմեն նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելով։ Շուրջ 12-13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները, արդեն կարող եմ դա էլ պնդել, հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակում կատարելու միջոցով, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը, արդեն իհարկե դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը։ Մեղադրանքը վերաբերում է նախապատրաստությանը։ Այո, նախապատրաստություն։ Այս միջնորդության շրջանակներում գործի այսպես էությունը քննվեց, օրինակ Դավիթ Ղազինյանի դեմ ցուցմունք տվող
ոչ մի տվյալ չկար, նույն Ղազինյան Դավիթի վերաբերյալ էլ ոչ մի տվյալ չկար։ Ընդդիմադիր տեխնացուների վերաբերյալ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսօրից սկսած էր քննարկում։ Ընտրություններից առաջ եւ քվեարկության հաջորդ իսկ օրվանից վարչապետ Փաշինյանը սկսեց խոսել իր հիմնական մրցակիցներին բանտեր նետելու մասին, ինչպես նաեւ ձևակերպում եռագլուխ մաֆիային կործանելու, ծնկի բերելու մասին, պնդում է դա ժողովրդի պահանջն է։ Ընդդիմության առաջնորդներին Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին է Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանում։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ես հիշեցնեմ, որ մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով է մեղադրյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։ Իսկ դատախազության կամ հակակոռուպցիոն կոմիտեի փաստարկները մենք չենք կարող ներկայացնել, որովհետև այս պահի դրությամբ նրանք Քոչարյանի գործին եւ այս նոր մեղադրանքին, որն ուզում են առաջադրել, փաստացի չեն անդրադարձել, մանրամասներ չեն ներկայացրել։ Ուստի իրավապահների մեկնաբանությունը այս պահին չենք կարող ներկայացնել։ Փաշինյանի հետընտրական հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Նարեկ Կարապետյանի ելքը արգելվեց երկրից։ Իրավապահները Ծառուկյանին հարկեր թաքցնելու մեղադրանք առաջադրեցին, չնայած Ծառուկյանը եւս թեկնածու էր։ Դատախազությունը շրջանցել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու եւ համաձայնություն ստանալու կարգը։ Թե Նարեկ Կարապետյանի մասով ինչ գործ կա, հայտնի չէ։ Արամ Օրբելյանը պնդում էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները միաձայն են իրենց համաձայնությունը տվել։